Հարգելի գործընկերներ, անապահովության գնահատման նոր համակարգի, մեր նոր համակարգի ռազմավարական նպատակը աջակցել մարդուն, որ հաղթահարի աղքատությունը։ Աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է։ Եվ մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում, որ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք եւ աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Իհարկե հասկանալի է, որ եւ դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը, այսինքն շատ ծավալուն գործունեություն, որպեսզի անապահովության գնահատական ունեցող ընտանիքի անդամներին կարողանան առաջարկել աշխատանք։ Եվ բնականաբար կամ ավելի ճիշտ փորձել հասկանալ, թե որտեղ կարող են աշխատել անապահովությամբ գնահատական ստացած ընտանիքի անդամները եւ բնականաբար նախնական փուլում նրանց անհրաժեշտ կլինի ուսուցում, ոչ ֆորմալ ուսուցում, որպեսզի նրանք տվյալ աշխատատեղին համապատասխան հմտություններ եւ կարողություններ ձեռք բերեն, որից հետո արդեն նախնական աշխատանքային փուլ, որից հետո արդեն ավելի երկարատև աշխատանքային փուլ եւ այս բոլոր փուլերում կառավարությունը, նախարարությունը, սոցիալական ծառայությունները մարդուն ուղեկցելու են եւ ուղեկցելու են նաեւ այն ընկերությանը, որտեղ տվյալ շահառուն պետք է աշխատանք ունենա, փորձնակ լինի եւ այլն եւ այսպես շարունակ եւ ուղեկցելու են միջև ըստ էության այն կետը, երբ որ մենք կարողանանք գնահատել, որ մարդը աշխատունակ մարդը, գործունակ մարդը ըստ էության վերադարձել է աշխատանքի շուկա եւ նա արդեն կարող է իր հետագա գործունեությունը աշխատանքի շուկայում դասավորել եւ ենթադրվում է, որ եթե տնկերությունը այդքան ուղեկցել է իրեն եւ կառավարությունն էլ այդքան աջակցել է, ենթադրվում է, որ փոխադարձ շահագրգռություն պետք է լինի այդ համագործակցությունը շարունակել։ Եվ հայեցակարգային առումով այս որոշման եւ համակարգի նպատակը եւ իմաստը հետեւյալն է. մենք չպետք է հանդուրժենք, որպեսզի ուղղակի համակարգը մարդկանց իներցիայով պահի աղքատության վիճակում։ Մենք պետք է տրամաբանությունը փոխենք եւ համակարգի նպատակը, իմաստը լինի մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, նրան կրթվելու եւ աշխատելու միջոցով, որովհետեւ ելի եմ ասում, աղքատությունը հաղթահարելու ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Եվ սա է միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի աղքատությունը հաղթահարել։ Ճիշտ շարադրեցի ամեն ինչ տիկին ժամապատյու։ Շատ ճիշտ, մեծարգո վարչապետ, ես ուզում եի ասել, որ մենք ընդհանուր առմամբ մեր անհատական մոտեցումը վերաբերում է ոչ միայն զբաղվածության ապահովմանը, այսինքն մենք ամեն սոցիալական դեպքի հետ անհատական աշխատանք ենք պլանավորում անել եւ ըստ էության ծառայությունների մնացած բոլոր կարիքները եւս բավարարել ընտանիքներին, եթե օրինակ համապատասխան ծառայություն անհրաժեշտ, խորհրդատվություն է անհրաժեշտ, որպեսզի աշխատանքը հնարավոր դառնա, դա եւս համակցվում, այսինքն մենք գործ ունենք սոցիալական աշխատանքի, սոցիալական դեպքի վարմաշրջանակով անհատականացված բոլոր այս խոցելի ընտանիքների հետ անհատականացված աշխատանքի հետ գործ ունենք։